Թվականի հուլիսի 20 նշանակվող ավարտանու երկրական նիստը արտահայտ նիստը սկսում ենք, որին ներկայ են համայնքի ավարտանու 27 անդամներից 15-ը քվորումը ապահոված է, նիստը իրավաբանվում է։ Նիստը համարվում է բացված։ Հարգելի ավարտաններ, քիչ առաջ ասեմ, անհրաժեշտությունից ելնելով վերաբերել ենք արտահայտ նիստ, Իստորակարգը պատկացած է 5 հարցից, որ հիմա ներկայացնեմ ձեզ։ Առաջին, Վարդենիս համայնքի մեծ մասիկ բնակավայրի մանկապարտեզի շենքը գազատկացնելու համար համայնքի բյուջեից գումար հատկացնելու մասին, երկրորդ, Եղայնքի մարզիկ Վարդենիս համայնքի հարևան բնակավայրի խաղաղապահի ֆուտբոլային դաշտի կառուցման նպատակով համայնքի բյուջեից գումար հատկացնելու վերաբերյալ, երրորդ, Վարդենիս համայնքի մեծ մասիկ բնակավայրի խմելու ջրի կապվածքների վերանորոգման շինարարական աշխատանքների համար համայնքի բյուջեից գումար հատկացնելու մասին, չորրորդ, Վարդենիս համայնքի մաս անունների ծախսման 2026 թվականի ծրագիրը հաստատելու մասին և հինգերորդ, Վարդենիս համայնքի ավարտանու 23 դեկտեմբերի 2025 թվականի Հայաստանի Հանրապետության Եղայնքի մարզիկ Վարդենիս համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի մասին 985 որոշումներ փոփոխություն և գործում կատարելու մասին։ Եթե առաջարկություններ չկան, ընդունում եմ ասել դրակարգը 5 հարցից։ Քվեարկություն ովքեր կողմ։ Բոլորը կողմ, դեմ, դրամապահ չկա։ Ասում ենք օրակարգի առաջին հարցին։ Վարդենիս համայնքի մեծ մասիկ բնակավայրի մանկապարտեզի շենքը գազատկացնելու համար համայնքի բյուջեից գումար հատկացնելու մասին։ Ես մեր նախադասությունով ասեմ, թե բարելարի միջոցով մեծ մասիկ հիմա գործում է մեր մասիկի մանկապարտեզը, բայց այնտեղ մասնաճյուղ ունեն, որը քանդված վիճակում է, բարելարի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, մասնաճյուղը վերանորոգելու, հետեսպային վերանորոգված է, շատ ամեն բոլոր հարմարություններով, ուղղակի լույսի և գազի խնդիրը բարելարի հետ քննարկման ժամանակ համայնքապետարանը վերցրել է իր վրա, որպեսզի գազի և լույսի հարցը համայնքապետարանը լուծի։ Լույսի հետ կապված չէր կարծում որ բան չունեն, լուծելու խնդիրը, իսկ գազի հետ կապված մոտավորապես 2 միլիոնից ավել գումարատենք, որպեսզի մենք տվյալ մասնաճյուղը գազատկացնենք, հենց խնդիրը դրանում է։ Մեծ մասիկ բնակավայրի մանկապարտեզի շենքը գազատկացնելու համար Վարդենիս համայնքի բյուջեից մանկապարտեզին հատկացնել 2.715.000 դրամ, որպեսզի մենք կարողանանք տվյալ մասնաճյուղը 715.000 դրամ, չէ՞։ 715.000 դրամ, որպեսզի մենք կարողանանք տվյալ մասնաճյուղը հասնենք իր նպատակին։ Հիմա խոստացված է այրուզ գազատներ, գումարը կազմել է 2.500.000, ինչի համար է 2.715.000, մնացած 200.000-ը մնացած ծախսերի մասին է խոսքը։ Եթե անհրաժեշտություններ չկա, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, դրամապահ չկա։ Ասում ենք օրակարգի երկրորդ հարցին։ Եղայնքի մարզի Վարդենիս համայնքի հարևան բնակավայրի խաղաղապահի ֆուտբոլային դաշտի կառուցման նպատակով համայնքի բյուջեից գումար հատկացնելու վերաբերյալ։ Հարգելի ավարտաններ, խոսքը ինչի մասին է, բացի սուբվենցիոն ծրագրերից, որ մեր համայնքում կատարում են, բարերարների միջոցով նույնպես կատարում են որոշակի ծրագրեր։ Օրինակ բարերարի միջոցով համաճարակ բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով որտեղ մենք 1500 մետր ողջուն համակարգենք սարքում հենց այս պահին աշխատանքները կատարում անվակերտում, շեն բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով հարևան բնակավայրում նախատեսումը իրականացնել 2 բնակավայրերի համար, խոսքը վերաբերում է Տորֆական և հարևան բնակավայրերի համար։ Տեղ են հատկացրել, թե խաղաղապահ են սարքում, 2 ճյուղի երեխաների համար խաղաղապահ և ֆուտբոլային դաշտ։ Ընդհանուր գումարը կազմում է շեն բարեգործական ուղղության հետ քննարկած նախընտրումների նախատեսվածային հաստատների ակնկալում գումարը կազմում է 10.828.500 դրամ, որից համայնքի
դրամ։ Այսինքն 3 միլիոն 900,000 դրամը համայնքը վերցնում է իր վրա, աշխատանքները ավարտին հասնելու համար մնացած գումարը շեն բարեգործական կազմակերպությունը։ Եթե առարկություններ չկան, հյուրատություն, ովքեր են ով։ Կա մի բան, որ անհասկանալի դարձավ։ Երանոսյան։ Հա? Չես են ծաղեցիք դրա համար։ Եթե անհասկանալի բան կա, ասեք, հետասի մանկապարզի եղել, որ բերեսնստացել ինքն արդեն դարի կասկենա ինչի մասներ։ Մարդը 10 միլիոն, կողամր է 10 միլիոն 800,000, որից 3 միլիոն 900,000 համայնք է իրան ներդրումը պտրանին, որպեսզի շեն բարեգործական հասարակական կազմակերպությունը ավարտեն հասցնի տվյալ ծրագիրը։ Անցնենք օրակարգի 3-րդ հարցում։ Վարդերի համայնքի մեծ մասի բնակավերի խմելու ջրի կապվածքների վերանորոգման շինարարական աշխատանքների համար համայնքի բյուջեից գումար հատկացնելու մասին։ Սա նույնպես վերաբերում է շեն բարեգործական հասարակական կազմակերպությանը։ Մենք չենք ասում բազավոր սամալյոտ ենք սարքում կամ մեզին չենք սարքում։ Կապվածքներ կան, մեծ մասիկում ձնհալի, անձրևաջրերի հետևանքով գալիս ասում են կապվածքներ և բնակությանը գնում է կեղծոտված ջուր։ Որպեսզի մենք կարողանանք ավելի լիարժեք եկարացված պատմող ջուր կամ պետանացանը կդրել ենք բազմիցս մեծ մասնիկի բնակիչների, բողոքների և մեր տեսածի և տեսչականի մեծ կապված, որ մենք տեսել ենք, որ իրականում բանի ժամանակ ձնհալի և անձրևաջրերի ժամանակ գալիս ասում են կապվածքներ և դրանից ելնելով պայմանավորվել ենք էլի շեն բարեգործական հասարակական կազմակերպության հետ մի մասը համայնքին ինչքան որ ներդրում պետք անի մյուս մասը այդ կազմակերպությունը որպեսզի կարողանանք դե 4 թե 5 կապված վերանորոգել։ Այսինքն համայնք և կազմակերպություն։ Այո, համայնք և կազմակերպություն համատեղ։ Ես դրա համար սկզբից ասի, բացի մեր սուբվենցիոն ծրագրերից արգելի ավարտաններ։ Մենք ունենք նաև տարբեր կազմակերպությունների հետ կապված ծրագրեր, որոնք համայնքի այն խնդիրները, որոնք մեծ գումար չեն պահանջում, ասենք պահանջում է 5 միլիոն, 10 միլիոն, 8 միլիոն, եթե կարող են, հենց չէ, որ այդ կազմենք ենք, որ հարցերը տվյալ կազմակերպությունների հետ լուծել, բայց հարցեր կա, ու քննարկում են, քննարկման արդյունքում գալիս են եզրակացած, իրանց համաձայնություն են տալիս, մի քանի ծրագրեր այդ կազմակերպությունների հետ անում են։ Գումարից կան է կազմում։ Ինչ? Գումար ինչքան է կազմում, այսինքն ասակական կազմակերպությունների կողմից։ Մեծ մասրիկի նկատում ես։ Մեծ մասրիկի կապկաժի հետ կապված նախատեսվում է համայնքային համաֆինանսորում 2 միլիոն 927,600 դրամ համայնքի միջոցով, իսկ ընդհանուր բյուջեն կազմում է 12 միլիոն 770,200 դրամ։ Իմիջիայլոց սա է պայմանագրերն է, որ մենք շեն բարեգործական հասարակական կազմակերպության, կամրջակի և մնացած մյուս կազմակերպությունների պայմանագրեր են կապում, որպես այդ աշխատանքները համատեղ իրականացնենք։ Սա է այդ հարցի վերաբերելը։ Հարցեր կան։ Ողջունելի ընդհանուր կարելի ասել, որ ողջունելի է։ Մենք շատ ծրագրեր ունենք, փոքր ծրագրեր ունենք 5 միլիոն դրամով 8, 10, 15, բայց որը որ կարող ենք բարեգործների հետ համատեղ կարող ենք կատարել, եթե չէ մենակ համայնքը վերցնի իրական կատարի, որը իրականում պետք է կամ հրապարակել բնակավայրի կամ քաղաքի համար։ Իսկ աշխատանքները որ ժամկետների մեջ են։ Աշխատանքները պայմանագրում գրած է։ Այո, այս տարվա հիմա ինչ վերաբերում էր բանևանտարվարում բնակավայրերի ֆուտբոլի դաշտի և մնացածի վերաբերյալ, այս պայն աշխատանքները կատարում են և համայնքը և շեն բարեգործական կազմակերպությունը այս պայն աշխատանքները սկսել են և փուլում է։ Իսկ կապվածները նոր պետք է սկսենք։ Այս հարցը դրեցիք քվեարկության։ Հարգելի ավականներ քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ դերում դեռնապատ չկա։ Անցնում ենք օրակարգի 4-րդ հարցին։ Վարդենի համայնքի մաս անունների ծախսման 2026 թվականի ծրագիրը հաստատելու մասին։ Սրանից արդեն եկարգեք ունի որ մաս անունների ծախսման ծրագրով Վարդենի համայնքում 2026
թվականի նախատեսվում է իրականացնել սոթ բնակավերի կենտրոնական փողոցի ասֆալտապատում, որը այդ այգիների հետ կապված, մենք ճիշտ ասած մի ուրիշ գյուղեր էինք բացել, գումարը բաժանել էինք, գումարի մի մասը մեկ այլ գյուղում, գումարի մի մասը մեկ այլ գյուղում, բայց հաշվառելով հրատապությունը սոթ համայնքի 1200 մետր կենտրոնական փողոցի, դրա համար մենք միանգամից տվել ենք մենակ, քանի որ գումարներ 64 միլիոններ, դրա համար տվել ենք մենակ սոթ բնակավայրի 1200 գծամետր կենտրոնական փողոցը։ Անունների ծախսման ծրագրով Արտոնի համայնքին հատկացել է 64 միլիոն դրամ, այսինքն 64 միլիոն դրամը դրել են սոթ համայնքի կենտրոնական փողոցի 1200 գծամետր ասֆալտապատման դրամ։ Կենտրոնական փողոցի որում ասենք որ մասից գլխավոր մայրից չէ զորամասնով ճանապարհ։ Դեպի Զորամասնով Զորամասնով այո, այն գլխավոր ճանապարհը որ կա, դրանից դեպի Զորամասնով ճանապարհը որը նշանակություն ունի։ Ինչ? Ես մտածեցի թե դրոցի մոտից շարունակություն է։ Չէ, դեպի Զորամասնով ճանապարհն հատկացրեց անգամ։ Եթե առարկություններ չկան, հարկելի ավականներ քվեարկություն ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա, որակարգի 5-րդ և վերջին հարցին Վարդենի համայնքի ավականում 29 դեկտեմբերի 2025 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին N 185 որոշումներ փոփոխություն և դառնություն կատարելու մասին։ Հարգելի ավականներ, խոսքը ինչի մասին է, 2025 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացը սկսելու 975 որոշումներ կատարել հետևյալ փոփոխություն և լրացում։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վարդենի համայնքում մասնակցային բյուջետավորման նախագծաշրջանի փաստաթղթերի կազմման արդյունքում ծախսերը ավելացել են ևս 15 միլիոն 500 հազար դրամով, այսինքն ինչ է, մի քիչ ավելի որ ասում մեր լեզվով ասեմ, որպեսզի ավելի պարզ լինի, գիտեք մենք սոտքում են մասնակցային բյուջետավորման հիմնադրամը արդեն նախագիծ նախաշիվ արել էինք, գումարի մեծ մասը տրամադրել էինք պլանավորում ID էր, ուրա կառուցելու համար, ID-ն կառուցելու համար, իսկ մնացած այդ մի որոշակի քիչ քանակությամբ տվել էինք, որտեղ իրանքել էին մասնակցել ծովակի կուլտուրայական վերաբերողություն։ Հիմա նախագծը հաշվային փաստաթղթերում Էլ ինչ որ պետք է մենք ստանայինք, քանի որ մենք մեր բնակչությանը ցույց ենք տվել, թե մենք ինչ ենք ուզում բանալանում ստանանք, եթե ստանալու համար տվյալ գումարը չի բավարարում։ Տվյալ գումարի չբավարարման հետևանքով նախագիծ հաշվային արդյունքում մենք ստացել ենք ոչ թե 59 միլիոն դրամ, այդ ինչ որ պետք է մենք ստանանք, այլ այդ գումարային տեսքով ստացել ենք 74 միլիոն 500 դրամ։ Ուստի դրա համար առաջարկում եմ ձեզ, որպեսզի ավելացնենք տվյալ գումարին արդեն համայնքի բյուջեից 15 միլիոն 500 հազար դրամ, որպեսզի կարողանանք տվյալ այգին սիրուն ակուրատի այն ինչ որ մատուցել են կամ ցույց են տվել բնակչությանը, որ մենք այդ դիզելի այգի ենք ուզում պատրաստել, ID ստանանք։ Ուստի որոշման երրորդ կետում մինչև 59,000 միլիոն դրամ թվերը փոխարինել մինչև 74 միլիոն 500 հազար դրամ թվերը։ Ծախսերի ավելացումը կատարել է մոնգապարտեզներին հատկացած ֆինանսական միջոցների հաշվին, այսինքն երկրի որ հաշվից որ դրես տեղափոխում, ասած որ մեր ավականները Ապարտեզների կապնորոգման ծախսերի քանի որ դաջեսված միջոցներ ունեն, այդ գումարից կպակասեցնենք և կավելացնենք 9-1-ից կպակասեցնենք նախագծական կրճած ասել, ավելացնենք 1-1-1 մասնակցային բյուջետավորման ծախսերի վրա։ Սա է այսօրվա հիմնական հարցերը։ Եթե 5-րդ հարցի վերաբերյալ առարկություն հարցեր կան, խնդրեմ հարգելի ավականներ, եթե չկան, քվեարկություն ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկան։ Մենք
արդեն սկսենք տվյալ աշխատանքները արդեն սկսենք։ Հարգելի ավականներ, այսքան էին մեր այսօրվա հարցերը, որովհետև շնորհակալություն եմ հայտնում, թե մաղթում ալու։